Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 30-ին հանդիպել է պահնորդական գործունեություն ծավալող մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, մասնակցել են նաև ներքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նոր օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց մի շարք օբյեկտների պահպանությունը ոստիկանությունից փոխանցվում է մասնավոր պահնորդական կազմակերպություններին։ Այդ համատեքստում Արմեն Մկրտչյանը նշել է, որ գործընթացի սահուն անցման նպատակով ներքին գործերի նախարարությունը որպես լիազոր մարմին պատրաստ է մեթոդապես աջակցել մասնավոր հատվածին պահպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Նա նշել է, որ այդ օբյեկտները ունեն առանձնահատկություններ, որոնք կարևոր է տիրապետել եւ դրանց պահպանությունն առավել զգոն կազմակերպել։ Միաժամանակ Արմեն Մկրտչյանը հիշեցրել է, որ հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն նաև օրենսդրական մյուս կարգավորումները, ըստ որոնց լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել օրենքով սահմանված նոր պահանջներին եւ այդ պահանջները չկատարելու դեպքում նախարարությունն իր մանդատի շրջանակում հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։ Քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության իրականացման ընթացքում առաջացած կազմակերպչական եւ իրավական խնդիրները, պետական օբյեկտների պահպանության առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել նաեւ անձնակազմի համալրման եւ պատրաստվածության հարցերին, պահնորդների տարիքային շեմին եւ զենքի լիցենզավորման գործող ընթացակարգերին։ Կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները գույքագրվել են դրանց արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։ Մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարևորել են համագործակցությունը, վստահեցնելով, որ պատշաճ կերպով ապահովելու են պահպանությունը եւ պատրաստակամություն հայտնել ներգրավել առաջարկվող լուծումների մշակման գործընթացում, իսկ ներքին գործերի նախարարությունը մշտად դիտարկելու է ընթացքը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով ոլորտի լավարկման նպատակով նման օրինակ հանդիպում քննարկումները շարունակական են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները Երևան երասխ ճանապարհին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի 30 եւ 31-ամյա երկու բնակչի, վերջինիս վարած Hyundai Elantra մակնիշի մեքենայով հանդերձ։ 30-ամյա տղամարդը իրավապահներին նկատելով մեքենայի մեջ է նետել 710 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով պոլիէթիլենային փաթեթ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաև մոխրացած հետքերով կատուցիչ։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը Երևան քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում տեղադրել է թմրամիջոցի 50 փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ 30-ամյա եւ 31-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Օրերս համացանցում տեսանյութեր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես են BMW-ի եւ Lexus-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Վանաձորի Հայքի հրապարակում կատարում այսպես կոչված դրիֆտ։ Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ Land Rover-ով դրիֆտ էր անում մայրաքաղաքի Նոր-Նորքի 5-րդ զանգվածում։ Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար։
Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։